Ընդդիմությունը տեսավ, որ մեր հասարակությունը ոչ միայն չի մոռացել մարտի 1-ի եւ հոկտեմբերի 27-ի դեպքերը, այլ նաև մեր իշխանությունից պահանջում է բացահայտել եւ պատժել այդ դեպքերի հետ կապված բոլոր մեղավորներին, հանձինս Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Մեր ժողովրդի համար կարծես թե մարտի 1-ի դատավարությունը եւ մի շարք աղմկահարույց գործեր դարձել են արդարադատության եւ արդարության չափանիշ։ Եվ դրա համար էլ ընդդիմությունը ինքն է ասում՝ բացահայտեք մարտի 1-ը։ Դա շատ լավ է, ես ողջունում եմ, բայց ինձ ինչպես նաև համոզված եմ շատերի մոտ հարց է առաջանում, արդյոք նրանք ազնիվ են այս առումով, իմ համոզմամբ ոչ։ Իսկ ինչու իրենց կառավարման տարիներին իրենք չբացահայտեցին մարտի 1-ը, չէ՞ որ այն մեր պատմության ամենաամոթալի էջերից մեկն է, շատ պարզ է։ Սիրելի ժողովուրդ, այդ ժամանակ Սերժ Սարգսյանը երկրի վարչապետ էր եւ բնականաբար ինչ-որ ձև առնչվում էր այդ ամենին։ Երկրորդ եւ երրորդ նախագահները համագործակցում էին, հանցակիցներ էին եւ երկուսն էլ գտնվում էին միևնույն նավի մեջ։ Բացահայտել մարտի 1-ը նշանակում է կրակել սեփական ոտքերի վրա եւ իրենք ամեն ինչ արեցին, որպեսզի այդ դեպքերի քննությունը տանեն փակուղի։ Մինչ բացահայտումից խոսելը, սիրելի ժողովուրդ, պետք է մի կարևոր հանգամանք ընդգծեմ։ Մարտի 1-ի ցերեկվա ժամը 2-ից արդեն քաղաքապետարանի տարածքում վխտում էին իշխանության կողմից ներդրված այսպես կոչված սադրիչներ։ Իսկ ովքեր էին նրանք։ Նրանք քրեաօլիգարխիայի կողմից ստեղծված հատուկ խմբեր էին, բանդաներ, եւ հենց այդ բանդաներն էլ մեր երիտասարդներին տարան կրակի բերան։ Մարտի 1-ից 3 օր անց, մարտի 4-ին Սերժ Սարգսյանը հարցազրույց տվեց լրատվականներին ասելով. այն ամենը, ինչ եղել է նկարահանված է պրոֆեսիոնալ տեսախցիկներով եւ խոշորացնենք կտեսնենք, ով ինչ գործողություն է կատարել։ Եվ մենք դա տվել ենք իրավապահ մարմիններին, որ բացահայտեն։ Բացահայտման համար իշխանության կողմից ստեղծվեց ժամանակավոր հանձնաժողով, եւ երբ հանձնաժողովը մոտ էր մարտի 1-ի բացահայտմանը եւ արդեն իսկ բացահայտել էր, իշխանությունը անմիջապես ինչ-ինչ պատճառներով լուծարեց այդ հանձնաժողովը։ Սերժ Սարգսյանը այդ ժամանակ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին հանձնարարություն տվեց, որ շատ արագ բացահայտի մարտի 1-ը, եւ ինչ եղավ, 6 ամիս հետո Վահագն Հարությունյանը զեկուցեց, որ իր մոտ հրավիրել է 600 քաղաքացիներ, հարցաքննել են եւ ոչ մի արդյունք չի ստացել։ Դրանից հետո Սերժ Սարգսյանը Վահագն Հարությունյանին, ով ուներ գնդապետի կոչում, շնորհեց գեներալի կոչում, հավանաբար մարտի 1-ը չբացահայտելու համար։ Եվ հիմա այդ գեներալը Ռուսաստանի Դաշնությունում է եւ հետախուզման մեջ է։ Սիրելի ժողովուրդ, պետք է ասեմ, որ այս մարդիկ ամեն ինչ արեցին, որպեսզի այդ դեպքերի քննությունը տանեն փակուղի։ Փաստեր կոծկեցին, փամփուշտներ փոխեցին, երկրից մարդիկ հեռացան։ Իրեղեն ապացույցներ, օրինակ, առգրավեցին մարտի 1-ին գնդակահարված Գորքլոյանի իրեղեն ապացույց բաճկոնը, առգրավել են քննիչները, սակայն իրական գործի նյութերում այն չկա եւ անհետացել էր։ Այդ ժամանակ անգամ մարտի 1-ից չէին խոսում ու մտածում, անգամ չցավակցեցին զոհվածների ծնողներին, ուր մնաց բացահայտեն։ Եվ ի վերջո նրանք թարմ հետքերով չցանկացան բացահայտել մարտի 1-ը, որովհետև նստել էին այն ճյուղի վրա, որի վրա եւ ինքնուրույն կարողանում է հասկանալ, դա տապալած քաղաքականություն է, թե չէ։ Երբ որ ինչ-որ մի կին գալիս կանգնում է ու ասում է, որ մեր արտաքին գործերի նախարարը տապալել է ամեն ինչ։ Գալիս կանգնում ու ասում է, որ պաշտպանության նախարարը տապալել է ամեն ինչ, բայց ինքնուրույն նայում է ու այդ տարբերությունը տեսնում է։ Կամ
Տիկին Գալստյանի դեպ դուք երևի այս դահլիճի ամենափորձառու կինն եք, քաղաքական գործիչ, եւ ես չեմ պատկերացնում, որ դուք չեք գիտակցում, ուղղակի միամիտ է ստացվում, որ գալիս եք ու այս ամբիոնից ադրբեջանական նարատիվներ եք խոսում, ամբողջ ձեր ելույթը ծայրից ծայր Ադրբեջանի քարոզչություններ։ Դրա համար ասում եք այսպես կոչված խաղաղություն, բայց Զանգեզուրի միջանցք։ Այսպես կոչված խաղաղություն, բայց ձեր թիմակիցը տեղանք որպես բնորոշում էր Արևմտյան Ադրբեջան։ Կամ դարակազմիկ խաղաղության փլուզում, բայց Ալիևի ելույթի ցիտում եւ այլն։ Ես չեմ հավատում, որ դուք միամիտ եք ստացվում։ Դա ուղիղ ադրբեջանական նարատիվների հրապարակում էր 10 րոպեանոց այս ամբիոնից։ Ու դրա մասին ճիշտ կլինի, որ այլ կին քաղաքական գործիչներ հատկապես արձանագրեն, որպեսզի կանանց դերի առաջ խաղացումը չպղծվի Հայաստանում այդ քաղաքականությունը։ Կամ ասում եք Հայաստանը դիրքավորվել է որպես օկուպանտ։ Կամ տիկին Աննա Գրիգորյան, ասում եք, եթե բան չես, ընդդիմադիր ես, հետապնդվում ես, դուք բավարար ընդդիմադիր չեք, դուք բացարձակ ընդդիմադիր չեք, երևի դա նրանից է, որ ինչ-որ մի փուլում եղել եք մեր կուսակցության, չգիտեմ որ երրորդ համարը, այստեղ երրորդն եք կարծեմ, դուք բավարար ընդդիմադիր չեք ու ձեր ֆրակցիայում նստած այն պատգամավորները, որոնք չեն հետապնդվում, բավարար ընդդիմադիր չեն, կարելի է դրանից բան անել, եզրակացություն անել։ Բայց այս անգամ Գառնիկ Դանիելյանի ելույթից ճիշտն ասած հիասթափված եմ, որովհետև ես ավելին էի սպասում, մի պահ արդեն չէի կարողանում լսել, միակ արձանագրումն ուզում եմ անել, որ ձեր մեքենան տարեք մի հատ նայողի մոտ, արգելակները թող ստուգեն, դրա մեջ ինչ-որ մեղադրանքներ փնտրելուց առաջ։ Մեկ էլ այդ, որ գալիս եք մեզ մեղադրում եք, որ մենք ձեզ մեղադրում ենք, որ ձեր պաշտպանյալ Գյումրիում ձեր հավաքական ընդդիմադիր առաջին համարի չեք քննադատում, մեզ մի քննադատեք, մի հատ ամեն ինչին արձագանքում եք, մի հատ արձագանքեք, բայց չեք տեսնում ինչ է խոսում, բայց չեք տեսնում, որ ասում է կամ միութենական պետություն, կամ թուրքահապատակ շան տղա, դա մեզ չի վերաբերում, դա վերաբերում է իրեն, ընտրած մարդկանց, այն մարդիկ, որոնք չեն ընտրել Վարդանիկ, չեն աջակցել Վարդանիկին, այս երկխոսությունից դուրս են, դա ձեր ինտիմն է, այսպես ասած, ձեր եւ Վարդանիկի խոսակցությունն է, ու եթե չեք արձագանքում, ուրեմն լուր համաձայն եք, միայն այս կարող եմ ասել։ Մեկ էլ բանը, ինչ վերաբերում է Քրիստինե Վարդանյանի ասած պետականության դեմ ինչ-որ գործողությունների, դրա